Հարևան Իրանում իրավիճակը գնալով ավելի է սրվում։ Իսրայելը հարվածներ է հասցրել Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանին։ Պայթյունի ձայներ են լսվել նաև Սպահանում, Ղոմում, Լորեստանում, Քերմանշահանում, Քարաջում եւ Թավրիզում, գրել են իրանական լրատվամիջոցները։ Թեհրանում մի քանի հրթիռներ հարվածել են համալսարանական փողոցին եւ Ջոմհուրի թաղամասին։ Որոշ լրատվամիջոցների տվյալներով հարձակման թիրախը եղել է Իրանի նախագահ Մազուդ Փեզեշքյանը։ Ամերիկյան լրատվամիջոցները The New York Times-ը, CNN-ը հղում անելով ԱՄՆ պաշտոնյային պնդում են, թե Միացյալ Նահանգները մասնակցել է Իրանի վրա հարձակմանը։ Լրատվամիջոցները հայտնել են, որ Իրանի նախագահ Մազուդ Փեզեշքյանի նկատմամբ մահափորձ է իրականացվել։ Իրանի դեմ իրականացվող հատուկ ռազմական գործողությունը ըստ տեղեկությունների կոչվում է Հուդայի Վահան։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իրանի ամբողջ իշխանությունը իրենց թիրախում է եղել, այդ թվում հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։ Reuters-ի փոխանցմամբ Խամենեին այս պահին Թեհրանում չէ, նրան տեղափոխել են անվտանգ վայր։ Իսրայելական հարվածների ֆոնին Իրանը պատրաստվում է պատասխան ջախջախիչ հարվածի, Reuters-ին հայտնել է իրանցի պաշտոնյան։ Դավիթաշենի կամուրջը վարորդների համար սահադաշտ է դարձել։ Տելեգրամի օգտատերերից մեկի հրապարակած տեսանյութից երևում է, աղավազով այն չի մշակվել։ Եղանակային վատ պայմաններ են տիրում հանրապետության ողջ տարածքում։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Գառնիկ Դանելյանն էլ գիշերն էր տեսանյութ հրապարակել Երևան-Սևան մայրուղուց։ Մեջբերում ձյան առատ տեղումներով պայմանավորված միջպետական նշանակության ճանապարհներին ստեղծվել է կյանքի համար վտանգավոր իրավիճակ։ Այս պահին Երևան-Սևան մայրուղու վրա եմ, չկա գեթ 1 աշխատող տեխնիկա։ Վթարային սարսափելի իրավիճակ է ստեղծվել Դիլիջանի ոլորաններում։ Մեջբերման ավարտը։ Միայն առավոտյան է ճանապարհը սպասարկող ընկերությունը սկսել Երևան-Սևան մայրուղին մաքրել ողջ գիշեր տեղացած առատ ձյան շերտից։ Փրկարարծառայությունը հայտնել է, որ հանրապետությունում կան փակ եւ դժվար անցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում Ամբերտ Բարձր Լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերտ Ամրոց եւ Քարի Լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց Լեռնանցքը եւ Գյումրի Բավրա ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Լոռու Սյունիքի մարզերի Վեդի Լանջար ավտոճանապարհները, Դիլիջանի եւ Տիգրանաշենի ոլորանները, Կարփի գյուղից դեպի Սպիտակի ոլորաններ ընկած հատվածը եւ Սարավան Զանգեր կոչվող հատվածը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունից տեղեկացրել են, որ Ստեփանցմինդալարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել նոր հայտարարությամբ։ Նա նշել է, որ պառակտված ընդդիմության միավորելու միակ կարող ուժը ազգային բարերար Սամվել Կարապետյանն է։ Ըստ նախկին նախագահի, ընդդիմադիր կուսակցությունների միջև ամիսներ շարունակվող բանակցությունները որևէ արդյունք չեն տվել։ Տեր-Պետրոսյանի համոզմամբ այս միավորումն արդեն ոչ թե քաղաքական, այլ ազգի փրկության հրատապ խնդիր է։ Նա Սամվել Կարապետյանին համարում է ինքնաբավ եւ կայացած անձնավորություն։ Ըստ նախկին նախագահի, հենց այդ հատկանիշների շնորհիվ ազգային բարերարն ունակ է լուծել ստեղծված բարդ իրավիճակը։ Ղազախստանի Ակմոլայի մարզի Շուչինսկ քաղաքի սրճարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 7 մարդ։ Փրկարարների տվյալներով պայթյունը տեղի ունեցել 5 հարկանի շենքին կից սրճարանում, որին հաջորդել է հրդեհը։ Հրդեհը մարվել է, փլատակները մաքրվել են։ Հրշեջներն այրվող շենքից դուրս են բերել 8 գազի բալոն, հայտնել է Ղազախստանի փրկարարծառայությունը։ Տեղի իշխանությունների տվյալներով վիրավորվել է 26 մարդ։ Նրանցից 13-ը տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է։ Բոլիվիական ռազմաօդային ուժերի ինքնաթիռը վթարի է ենթարկվել Լապասի մոտակայքում վայրեջքի փորձի ժամանակ։ Տեղական ավիացիոն վարչության տվյալներով ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց եւ կորցրել կառավարումը։ Ինքնաթիռի բեկորները հարվածել են այդ պահին մայրուղով երթևեկող մեքենաներին։ Փրկարարները հայտնել են, որ վթարի հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ, այդ թվում ինքնաթիռի անձնակազմը եւ մեքենաներում գտնվողները։ Ինքնաթիռը տեղական կենտրոնական բանկից Լապաս էր տեղափոխում նոր թղթադրամներ եւ վթարից հետո թղթադրամները ցրվել են ամբողջ տարածքում։ Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ մեծ ամբոխը փորձել է հավաքել թափված թղթադրամները, ոստիկանությունը ստիպված կիրառել է արցունքաբեր գազ նրանց ցրելու համար։ Ավելի ուշ Բոլիվիայի կենտրոնական բանկի ղեկավար Դավիթ Էսպինոսան հայտարարել է, որ ինքնաթիռում գտնվող թղթադրամներն այլևս անվավեր են եւ չեն ընդունվի վճարման համար։